Այժմ տեսնենք ինչ է սպասում կույսերին հաջորդ շաբաթ մայիսի 17-ից 23-ը։ Ինչ է սպասում կույսերին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ արջ։ Ինձ թվում է մի շաբաթ կույսերը կլինեն մի քիչ ծույլ, ալարկոտ, կուզեն հանգստանալ, ամբողջ օրը, չգիտեմ, իրենց բազմոցին պարկել, հանգստանալ, ծուլանալ, մի տեսակ, եթե շատ են աշխատել, շատ են հոգնել, պարզապես կուզեն հանգստանալ եւ ոչինչ չանել։ Ես ոչ մի բացասական բան չեմ տեսնում, մարդը աշխատել է, բավականին էլ աշխատել է, հոգնել է, ուղղակի ուզում է հանգստանալ, ինձ այդպես է թվում։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ արագիլ, կարող են ձեզ հյուրեր գար դրսից ասելով, չգիտեմ, դուք քաղաքում եք ապրում, կարող է գյուղից, գյուղում եք ապրում քաղաքից, կարող է օտար երկրից ձեզ ինչ-որ ծանոթներ կան, կարող է դուք, ես ձեր ծույլ մի քիչ այսպես տրամադրությունից չեմ կարծում դուք ուզեք հաջորդ շաբաթ ճամփորդել կամ միգուցե կմտածեք, որովհետև հոգնած եք, հանգստանում եք եւ հանգստանալուց նաեւ մտածում եք ամառվա արձակուրդների մասին։ Տեսնենք։ Ինչ եք մտածում ձեր անձնական հարաբերություններում ինչ փոփոխություններ կարող են լինել։ Կամ միգուցե ինչ-որ նոր ծրագրեր։ Տեսնենք։ Ինչ-որ փոփոխություններ անձնական հարաբերություններում կույսերի համար։ Այս ինչ գեղեցիկ փոփոխություններ եմ տեսնում։ Շատ գեղեցիկ փոփոխություններ եմ տեսնում, հարգելի կույսեր։ Տեսնում եք, արագիլով տեսնում եմ աղջիկ, ինչ որ փոփոխություններ կան։ Փոփոխությունը տղամարդու մեջ է լինելու, տղամարդը հանկարծ հասկանալու է, որ ինքը սիրահարված է։ Այստեղ սիրո պատմություն եմ տեսնում, սիրտ, սրտի դաման եւ տեսնում եմ ծաղիկները։ Այո, այստեղ սիրո պատմություն է։ Տղամարդը այսպես, դե եթե տեսնում եք, ինքը ծուլացել է, պարկում է, իրականում չի ծուլացել, երբ մարդը սիրահարվել է։ Սիրահարվել է եւ դրա համար էլ չի ուզում աշխատել, ծուլացել այդ իմաստով, որ մարդը ուղղակի միայն մտածում է սիրո մասին։ Աղջիկը միգուցե դեռ տեղյակ էլ չէ, որտեղ տեսնում եք, աղջիկը այլ կողմ է նայում։ Սա չի նշանակում, որ ձեզ չեն սիրում, հարգելի կույսեր, սա նշանակում է, որ դուք ձեր սերը դեռ չեք հայտնել աղջկան։ Կնոջը, եթե դուք միջին տարիքի տղամարդ եք, չգիտեմ, ավելի հասուն մարդիկ եք։ Ամեն դեպքում ձեր անձնական կյանքում ուզում եք փոփոխություն, տեսնում եմ ուզում եք աճ, այսինքն սա նաև ընտանիքից առ, ուզում եք ընտանիք կազմել, սիրում եք եւ շատ հաջող եմ տեսնում, եթե ուզում եք հաջորդ շաբաթ առաջարկություն անել, առաջարկություն արեք։ Տեսնում եմ մատանի աշխատանքի վայրում, մատանի մյուս կողմից տեսնում եմ խաչի տուզ։ Տուզը միշտ է լավ է։ Ինչ որ նոր համագործակցություն միգուցե միանում եք նոր գործարքի, միանում եք նոր ինչ-որ, չգիտեմ, խմբի, ինչ-որ նոր գործարք եք կնքում, տեսնենք։ Ինչ հետաքրքիր է։ Աշխատանքի վայրում տեսնում եմ շատ հետաքրքիր եւ տարօրինակ կարտեր։ Իսկան շատ կարթ հանեցի, որտեվ մի տեսակ անհասկանալի էր, բայց տեսնենք, ինչ եմ տեսնում։ Տեսա սկզբում մատանի։ Տեսնում եմ մատանի, տեսնում եմ կին, տեսնում եմ տղամարդ։ Նայեք, տուզ։ Դե կին տղամարդ աշխատանքի վայրում այսպես ամուսնություն չէր կարող լինել, կարող եմ ասել, որ այսպես շատ հետաքրքիր շաբաթ է լինելու հաջորդ շաբաթ կույսերի համար աշխատանքի վայրում։ Սկսենք սկզբից։ Ինչ որ խոչընդոտներ, խնդիրներ կան եւ բավականին երկար ժամանակ այդ վիճակն էր։ Դուք որոշում էիք, տեսնում եք,
որոշում պետք է կայացնեք եւ որոշումը մնամ չմնամ այս աշխատանքին, ուզում եմ, չեմ ուզում, ինձ թվում է այդպիսի մի տրամադրություն ունեիք, տեսնում եք, խոչընդոտները, կայուն այսպես վիճակը, հետո որոշում պետք է կայացնեք, կորցնելու կարտներ, գնաք, չգնաք, դուրս գաք, չգաք, ինչ որ կասկածներ ունեք ձեր աշխատանքի հետ կապված։ Բայց բանալին ձեր ձեռքում է եւ տեսնում եմ երկու տուզ։ Անկեղծ ասած, ես կին տղամարդ բացարձակ չեմ կարող կապել աշխատանքի հետ, բայց նաեւ տեսնում եմ մատանին, տեսեք 3 տուզ, բանալի եւ 3 տուզ, սա չի կարող լինել խնդիր, սա շատ հաջող կարտեր եմ տեսնում։ Շատ հաջող։ Ինչ կարող է նշանակել։ Երևի նոր մարդկանց հետ գնաք նոր տեղ աշխատելու, տեսնում եք, սա մատանի նշանակում է 2 հոգու։ Եվ այստեղ կին տղամարդ, բայց պատահի չի կին ու տղամարդ լինի։ Պարզապես երևի նոր գործ եք սկսում ինչ որ մեկի հետ, ինչ որ շատ դրական մարդիկ են, շատ դրական։ Բանալին է ձեր ձեռքում է։ Ինչ որ ձեզ երևի առաջարկություն կլինի կամ դուք եք առաջարկում ինչ որ մեկին, նոր համագործակցություն, նոր աշխատանք, նոր պայմանագիր եք կնքում, շատ լավ մարդիկ են, բանալին ձեր ձեռքում է եւ 3 տուզ, էլի եմ ասում, միայն տզերով, շատ հաջող է լինելու, այս նոր պայմանագիր եք կնքում, նոր վայր եք գնում աշխատելու, ինչ էլ ուզում եք անել, շատ հաջող է լինելու։ Տեսնում եմ ֆինանսներում լուսին։ Լուսինը կասկածներն են, մտահոգություններն են, վախերն են, տեսնենք։ Ինչ վախեր, անհանգստություններ ունեն կույսերը հաջորդ շաբաթ ֆինանսների հետ կապված ինչու էր լուսին։ Տեսնենք։ Տեսնում եմ այստեղ աղվես, տեսնում եմ օձ, տեսնում եմ խոսակցություններ, տեսնում եմ երեխա, կին եւ տեսնում եմ շուն։ Ֆինանսների հետ կապված։ Անկեղծ ասած ամենաառաջինը, որ այսպես միանգամից մտքովս անցնում է, էլի եմ ասում, երեխաների հետ երևի դպրոցը վերջացնում են, վերջի զանգի հետ կապված, դպրոցի հետ կապված այս դպրոցի մարդիկ են, հա, ինչ որ գումարներ, խոսակցություն, անդադ ինչ որ բան են ուզում ձեզնից։ Դրա համար այսպես անհանգստություն ունեք, ես բոլորը կհասցնեմ, սա էլ երևի ձեր կինն է, անդադ խոսում է ֆինանսից, որ մենք էլ պիտի մասնակցենք, այս ծախսենք, այն ծախսենք, չգիտեմ, բավականին բարդ է երևի եւ դրա համար էլ այսպես անհանգստություն կա, կարողանանք ամեն ինչ հասցնել, թե ոչ։ Բայց դա մի տարբերակն էր, փորձեմ մյուս տարբերակներ ընդհանուր առմամբ մյուս կույսերի համար ինչ կարող է լինել։ Ինչ որ խոսակցություններ կան, ինչ որ բանակցություններ ենք վարում ինչ որ գործերով, բայց բավականին խորամանկ մարդիկ են։ Եվ դրա համար էլ դուք այսպես, չգիտեմ, նոր մոտեցում եք փնտրում, որտեղ այս խոսակցությունները մի տեսակ կասկածներ են առաջացնում ձեր մեջ։ Դուք չեք վստահում մարդկանց, ում հետ գործ ունեք։ Չեմ կարող ասել ֆինանսական ինչ գործարքներ են։ Այս մարդիկ բանկի աշխատող են, վարկ եք վերցնում, պարտք են ուզում, չգիտեմ, խոսակցություններ տարբեր մարդկանց հետ, մեկից էլ ավել, երևի 2 նույնիսկ։ Բայց ինչ որ ձեզ ոչ միտեղ չի տանում դա, դուք մի տեսակ չեք վստահում այդ մարդկանց։ Եվ երևի թե ուզում եք նոր ինչ որ նոր մարդկանց հետ զրուցել, տեսնում եք, այնտեղ էլ 2 կին են, եւ օձով էր կին, եւ աղվեսն է, ինչ որ նոր մարդիկ, այսպես ասել, պարտադիր չի կին, նոր, այո, ինչ որ նոր մարդու հետ պետք է գնալ զրուցել, եւ այս նոր մեկը, ովքեր ձեզ կարող են օգնել, եթե բանկը լավը չէր, ուրիշ բան գնաք, այդպես կարող եմ ասել։ Իրականում շատ լավ կլինի ֆինանսական իմաստով, եթե ավելորդ ծախսերից եք վախենում կխնայեք ձեր գումարները, եւ մարդիկ էլ շատ ավելի բարյացկամ կլինեն եւ դուք ձեր ֆինանսական կորուստներ չեք ունեն, այսպես ասեմ։ Ծախսը դե ծախս է, կորուստ չէ, բայց երբ որ ծախսում եք ավելին, քան պլանավորել եք, կարող է դիտվել որպես կորուստ, բայց չէ, ես կորուստ չեմ տեսնում։ Այս կարտով դուք իրականում կխնայեք եւ կասկածների, վախերի կարիք չկա։ Ուղղակի պետք է մարդկանց փոխեք, ում հետ եք գործ անում։ Սխալ մարդիկ են։